Այդ հարցը բան վաճառել է 207 միլիոն դրամը, որ մինչև օգոստոսի գաղտնի որոշումներով տվել է ՀԿ-ներից մեկինա, ինչ նպատակով է տվել, իրենք ինչ են արել եւ արդյոք այս իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որ կա անհատական խոսում է, իրենք են մշակել ձեզ։ Ոչ, իրենք իրական Հայաստանի գաղափարախոսությունը չեն մշակել։ Դա շատ կարևոր հետազոտություն է եղել կառավարության համար։ Ես ուզում եմ նաև թոշակներին անդրադառնալ։ ԿՊԱ-ականների թոշակառուցողներն աննախադեպ հաջողություններ են հասել։ Հասարակ քաղաքացին, հասարակ մեր թոշակառուն այնքան թոշակ չի ստանում, որպեսզի սպառողական զամբյուղին համարժեք կարողանա ապրի, բայց ԿՊԱ-ականների որոշ թոշակառուցողներ աննախադեպ հաջողություններ են ունենում։ Ինչպես օրինակ Տիգրան Ավինյանի մայրով $490,000 տուն է գնել։ Ինչպես Տիգրան Ավինյանի հայրով $200,000 Սևանում տուն է կառուցել։ Ինչպես գնել Սանոսյանի թոշակառու մայրը, ով $230,000 տուն է կառուցել։ Ինչպես Դիանա Գասպարյանի սկեսուրը, ով ոչ միայն տուն է գնել, այլ բազմաբնակարան շենքեր է կառուցել։ Ինչպես Դիանա Գասպարյանի սկեսրայրով գազալցակարան է կառուցել։ Պետրոսյան, ուրեմն լսի, քո մի տարվա աշխատավարձը ըստ գույքի եկամուտների հայտարարագրի կազմում է։ Շատ լսեք, ժողովրդյան դուք էլ լսեք, որ իմանաք մենք ու մենք գործ ունենք։ Դրել եք Պետրոս բանցյալ կառումը, լսեք։ Պետրոսի մի տարվա աշխատավարձն է, ըստ իր հայտարարագրի, ծրար այդպես բաներ չեմ ասում։ 44,904,158 դրամ, միայն հանրային հեռուստաընկերությունից։ Իր կնոջ Ժաննա Անդրեասյանի մի տարվա աշխատավարձն է 21,451,475 դրամ։ Երկուսը միասին մարդու կնեիք, Պապիկյան ջան, սրանք ստանում են 66,355,633 դրամ։ Սա ամսական կազմում է 5,529,636։ Ես ուզում եմ անամ Հայաստանում բիզնեսով զբաղվող մարդիկ, որ բանուտ ունեն, ինչ-որ արհեստանոց ունեն, ինչ-որ մի ծառայություն են մատուցում, ամսական իրանք էսի հարկերը վճարելուց հետո է, հայտարարում հարկերը վճարելուց հետո են գրում։ Ամսական 5,529,636 դրամ կամ $14,551 հիմիկվա կուրսով։ Ուրեմն դա հավասար է Պետրոս, քո ստացած ծեր ընտանիքի փողը մի ամսվա հավասար է 73 կուրսանտի թոշակ։ Արա դու 73 մարդու փող ես ուտում, ամիս հասկանում եք, արա դու 73 մարդ եք կուտես։ 75 գերազանց սովորող կուրսանտի, մարդը կուրսանտ է, գնում է գերազանց սովորում է, ուտես եթե 75 հոգի լինեն, դրա 75-ի փողը հավասար է Պետրոսի փողին։ Արդար է։ Հալալա Պապիկյան ջան, այս ռեֆորմը արդար ռեֆորմա։ Տաղանդավոր օրինակ Պետրոս, Ալեն Սիմոնյանի մայրը, ինչ տաղանդավոր կին է, որ Հայաստանում երկու թոշակառու կին կա, որ կարացել են առանձնատուն, մեկը Առնի, մեկը Հողառնի կառուցի, մեկ եղել է Ալեն Սիմոնյանի թոշակառու մայրը, մեկը գնել Սանոսյանի, տաղանդավոր կին, կամ Ալենի աղբերը, Կարլենը, ապեր Կարլենի պես, բիզնես նյուխ ունեցող տաղանդավոր ասֆալտ փռող ճանապարհաշինության համաշխարհային պատմության մեջ չէ։ Պատկերացրեք, ասեք երկու կին Արագածոտնի մարզի մի հատ լեռնային գյուղում, մեկը 63 տարեկան, մեկը բաժնետերի ընդհանուր ժողով են անում, այդ ընկերություն են հիմնում, մեկի անունը Միջայելուց Լուսիկա, մեկի անունը Սվետա։ Երկուսն է պրինցիպի լույսի հետ կապված, մեկն է Հայաստանի քաղաքացի, մեկը Ռուսաստան։ Նստում են բաժնետիրական ընկերություն են հիմնում, Կարլենին դնում են գործադիր տնօրեն։ Տաղանդավոր չի։